Nori vort voivokmin surpoamen, armer vorgenesis. Surpieti anumko, egesi arkaitunko, egetsin gamko, vorbes ergenes evergri. Hasmer hanabazort, durmez aysor, ertoamez baldismer. Vorbes yemek dongmeros barbanas, ev milanırız mezi portuçun. Arpırgaz meşçare, ziko arkaiçun, evzorçun, ev parka, vidyanız amen. Ողջույն քեզ Մարիամ, Գիշնորոք Տերն քեզ, որտնյալ ես Տվիգանայս, եւ որտնյալ է բդող որովայնիկո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսիա վասն մեր մեղավորացս, այժմ եւ իժամում հավան մերո ամեն, Պարկոր եւ որտու եւ ոգվին Սրբո, այժմ իմ շիվավիտյան սարդինից ամեն, Տակո իմաստության աղոտյա վասն մեր, Ուրեմն ուրբաթօրը ժողովի հրավիրված էի եւ Մարիանը ժողովին մասնակցեց Հասնախոբը ստեղծված է, որ կրոնակիտությունը պարաշճանելու համար և գուզեն մի կերպ նաև շարունակել ինչ որ սկսած էին 2 տարի առաջ։ 2 տարի առաջ, երբ որ Հայրբասալեն էր պատասխանատուն Հայաստանին, ինքը մի բան սկսեց և վերջը մի տարի է, որ ինձ մեղ ընտրված էր, որ ես շարունակեմ և ես ասեցի, որ ես չեմ շարունակեր այդ ծևով, որ գար առաջ։ Հիմա, որ մեկն է լավակույնը, այլևս ես չէ, որ բիդի որոշեմ և չէ, որ որոշեմ, այլ կալիք օրերին նորեն ժողով պիտի լինի և հարցումներ և բնդրեն անցիկ, ովքեր պիտի դասախոսեն և սովորեցնեն։ Տեսեք, ինձի համար միայն մեկ բան գիտեմ, դա էլ մենք չափազանց շատ աղոթքի կարիք ունենք, որպեսզի իսկապես իրապես Աստծո օգնությամբ մի բան տեղի ունենա, որպեսզի Հայաստանի կամ հայ ժողովուրդը մեր չորս կողմը մի քիչ կրոնակիտություն սովորեն և սովորեն ամենակարևոր կետերը մեր հավատքին։ Ուրեմն, այդ ամենի մասին չէ, որ կուզեմ խոսել, այլ կուզեմ խոսել այդ ինչ որ ես սկսել եմ, այսինքն կներեք ինձի միայն 5 վայրկյան տվեք։ Okay. Ողնոց երբ որ տնեմ, չեմ տեսնել, եթե երբ որ անեմ, կարծես նույնն է, կրել եմ կամ չեմ տրած։ Եվ մեր հավատամքին մեջ մենք ասում ենք, որ հավատում ենք իմի դեր Հիսուս Քրիստոս, որդին Աստծո,
Ծնյալն Աստծո հոր է, միածին, այսինքն Էրտեն է հոր։ Աստված Աստծո, լույսի լույսո, Աստված ճշմարիտ, Աստծո ճշմարիտ է, ծնունդ եւ ոչ արարած։ Այսա 3-4 տողերը, կարճ տողեր, բայց բավականին խտացված է ամեն ինչը հոն։ Ուրեմն մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, հիմա հոն բարերը որ կան միածին, որ նշանակե մեկադիկ է, ուրիշ չի գա։ Եվ ծնունդ, ծնած է, բայց չստեղծված։ Հիմա այսօր 21-րդ դարուն մենք խնդիր չունենք որպես կաթողիկե, որպես առաքելական, որպես ուղղապար, մենք խնդիր չունենք այս բարերի հետ։ Իսկ սկիզբը, որ կան ոչ թե գրիվ, ոչ թե վիճապանություն, այլ ուսումնասիրություն պետք է։ Ահագին ուսումնասիրություն, որպեսզի հասկանան այդ բարձ բաները, որ այո Աստված է, բայց ծնունդ է, միածին է, բայց ստեղծված չէ։ Ուրեմն սա մեր մտքին համար, որովհետև մենք կմտածենք միայն ժամանակի մեջը եւ ժամանակն է, որ մեզ բացատրե մեր ամեն հասկացողությունը, որովհետև այդ է որ մենք հասկանում ենք, ուրեմն երբ որ գսես ծնունդ, նշանակի որ ուրիշ բան մգա առաջ եւ այնտեղ են ծնվում է, բայց Աստծո հավիտենականության մեջը, երբ որ գսենք հավիտենականություն, այլևս ժամանակեն դուրս է եւ միշտ եղած է եւ միշտ ավելի միշտ է, չկա անցյալ, չկա ապարնի, կա հիմա, միշտ հիմա է։ Ուրեմն հայրը եւ որդին միշտ գոյություն ունեն, միշտ նույն հարաբերությունն է, բամը չէ փոխված։ Ասկի առաջ խոսած եմ եւ բացատրած եմ, որ երբ որ մեզի ասվել է Սուրբ Գեորգյան մասին, մի քիչ կմտածենք եւ կսենք, որ պետք է որ այդպես լինի։ Կմտածենք, որ անպայման պետք է հոն սեր լինի եւ սերը բան չէ, որ մեկ անց չլինի, մեկեն ավելի լինի, որովհետև սեր չի կրնար մեկը ինքզինքը սիրել։ Եթե դուն եւ ես, եթե մենք կարողանանք սխալ սեր հասկանալ եւ մենք մեզ սիրենք, սա մեկ բան է, բայց երբ որ խոսում ենք անհուն սիրո մասին, ուրեմն անհուն սերը պետք է սիրե ուրիշը եւ այդ ուրիշը որտի Աստվածն է, որ մարմնացավ, մարտացավ անոր մասին պետք է խոսենք, բայց ավասիկ որպես Աստված Աստված իր ամբողջ էությունը, իր ամբողջ գիտությունը, իր ամբողջ իմաստությունը մեկ խոսք է, նորեն խոսք է որ գսենք, սա մեզի համար է խաղապար խոսք, քանի անգամ գրկնած եմ եբրայերեն լեզվով դաբար, հունարեն լեզվով լոգոս, հայերեն լեզվով բան եւ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով եւ նաեւ լատիներենով վերբում
որ փայ, բայց նորեն փայը շիդակ չէ, ինչպես որ խոսքը նաև շիդակ չէ, բայց խոսքը մենք պետք ունենք հայերենի մեջ խոսք բառը կործածելը չափազանց կարևոր է, եթե միան բան ասենք, բան որպես գիտություն, բավարար չէ մեզի համար, որովհետև խոսքը մի բան է, որ մեզ դուրս կուկա, եթե չխոսիս, խոսք չէ, բի խոսիս, որ խոսք լինի, եթե միան քու մեջդ է, դա միան գիտություն է, բայց Աստծո մեջը այդ խոսքը, որ Աստծո մեջ խոսքը ոչ միայն գիտություն է, ոչ միայն մի փայ է, այլ մի գործողություն է նաև, խոսքը, որ խոսվում է, եւ այդ Աստծո խոսքը, ինչ որ հինգդակարանը սկիզբեն, չափազանց կարևոր է հասկանալ սա 21-րդ դարը չէ, այլ 20 դար Հիսուսեն առաջ կամ նույնիսկ ավելի շատ, երբ որ մարդիկ չունեին ովևէ մի մեծ գիտություն, ավասիկ ասած այդ հրյաների միջոցով կարողանում է ցույց տալ, որ խոսքը իր խոսքը ամեն ինչ է եւ բացատրությունը, որ դրվում է, երբ որ մտածում ենք ստեղծագործության մասին, բոլոր գրոնքները, որ կային, բոլոր գրոնքները ամեն մեկը տեսակ այլազան ձևերով բացատրում էին այդ ամեն գրիվները իրենց չասվածներին, ավասիկ հրյա ժողովուրդը տեսնում է Աստված, որ միայն խոսում է եւ այդ խոսքը գործողության է վերածում, գործողություն է անում իր խոսքը։ Մտածեք սրա մասին։ Աստծո խոսքը ոչ միայն զորություն է, ոչ միայն գիտություն է, այլ գործողություն է առաջ բերում։ Եվ ասած միայն խոսելով ամեն ինչ ստեղծում է, բայց ոչ միայն այդ ստեղծագործությունը տեղի ունենում, այլ նաև այդ կարգուկանոնը եւ հոն է, որ այդ կարգուկանոնը բանջում է չափազանց մեծ գիտություն, բայց գիտություն ոչ թե մտքին մեջ է մի բան, այլ մի գիտություն, որ այդ խոսքի միջոցով այդ ամեն ինչ, որ ստեղծվում է շիդակ ձևով եւ այդ ամեն օրենքները, որ կան ստեղծագործության մեջը, այդ ամենը հետևում են նույն օրենքին, մի օրենքի։ Եվ սա է ամենագեղեցիկ մասը իրականության մեջ, որովհետև եթե ինչպես որ շատ անաստվածներ ասում են, որ աշխարհի մեջ այս ամենը քավոսի առաջ եկած է, բայց չէ, քավոսի առաջ չէ եկած, քավոսը չի գտնար օրենք շինել եւ ամեն ինչը օրենքի վերածել։ Տեսնում ենք, որ սկիզբեն մինչև հիմա նույն օրենքները գործում են եւ ամենաբզդիկ չնչին ստեղծագործության մեջը եւ ամենամեծ ստեղծագործության մեջը նույն օրենքները կան եւ գործում են։ Եվ երբ որ խոսում ենք այս ձևով, նաեւ հասկանանք, որ այս ամենը ոչ թե կամաց տեղի ունենում, այլ սկիզբեն գա եւ սկիզբեն այդ ամեն օրենքները գործում են, բայց մենք ենք, որ շատ
թանթա օրեն գամած հիմա մենք կարծում ենք որ 21-րդ դարը ամեն ինչ հասկացանք բայց մամի չենք հասկացած դեռ այո երբ որ կփախտadենք մեր գիտելիքները այսօր 2026-ի հունվարի մեր գիտելիքները անշուշտ շատ ավելի են քան 2000 հունվարի ուր մնաց երբ որ կփախտadենք 1500 հունվարի գիտելիքների հետ անշուշտ շատ ավելի դա դարածված է եւ շատ ավելի խորը գիտենք բայց դերևս շատ քիչ գիտենք շատ բան չգիտենք բայց գիտությունը մեզ օգնում է եւ այսօր շատ ներողություն վարդապետ մի գիտնական կա Չերնիգովսկայա իր ազգանունը ռուս իմադրում է ահագին տարիքով կին է նրան հարցնում են որ աստծո դեմը կանգնես ինչ հարց ունես տալու ասում ամեն առաջի հարցն այն է որ ես այսքան ուսումնասիրել եմ ու եկել եմ այն եզրակացության որ բնությունը մեր գիտելիքների կարիքն ընդհանրապես չունի բնության օրենքները շատ հարթ աշխատում են ինչի համար է մարդուն տվել այն մեծ ցանկությունը որպեսզի մարդը կամացից կարողանա բացահայտել այդ գիտությունը դա ինձ համար ասում եմ միշտ ֆենոմեն է մնում թե մեր գիտության բացահայտումը ոչ մի կարիք չկա բացահայտման որովհետև բնություն առանց մեզ էլ ինքը լրիվությամբ գործում է հարթ ձևով շատ շիդակ է, շատ գեղեցիկ է, այդ ձևով նայելը եւ նույն ժամանակ գներեք եթե այդ ամեն մեր գիտելիքները մենք չունենայինք այսօր մենք պիտի չունենայինք կամուրջներ պիտի չունենայինք ինքնաթիռներ պիտի չունենայինք բարձրահարկ շենքեր պիտի չունենայինք գիտությունը որոշ հիվանդություններ բուժելու որքան որ այսինքն այդ մեր գիտելիքները նաև իրենք են որ ստեղծեցին մեր հիվանդությունների մեծամասնությունը որովհետև այսօր 21-րդ դարուն շատ ավելի մենք հիվանդություններ ունենք քան թե ինչ որ ասկե 1000 տարի առաջ գոյություն ուներ այո ասկե 1000 տարի առաջ 2000 տարի առաջ մարդը կարողանում էր որ գուրաղի խնդիր ունենար եւ մեռներ եւ ամենաբզիկ բաներն մեռներ հիմա կարողանում են որքան որ հիվանդություններ մարդս ունենա իրեն կյանքը ավելի եւ ավելի երկարացնել բայց այսօրվա կասկեղի քանակը չափազանց շատ ավելի է քան թե ինչ որ էր ասկե 200-300 տարի առաջ ուրեմն գիտությունը լավ է առաջ գնում է գիտությունը մեր կարիքի չունի բայց մենք կարիք ունենք այդ գիտության որպեսզի այդ գիտությունը կործածելով մենք կարողանանք ավելի լավ ծառայել Աստծուն որքան որ որովհետև կոտրված ենք շատ անգամ մենք շատ սխալներ գործում ենք մեր հարաբերությունների մեջ այո ամբողջ դիեզերքը ամբողջ ստեղծագործությունը որևէ կարիք չունի որ մենք բացահայտենք բայց այսօր այդ ինչ որ մարդը բացահայտել է բացահայտում է ինչ որ կա մարդը չի ստեղծում մարդը այսօր որքան գեղեցիկ բան է այսօր եւ եթե 1 ժամ 2 ժամ հոսանք չունենանք որքան կանգնենք 2 ժամ հոսանք չունենք բանալ ինտերնետն ալ գործընծնում ենք չէ մեր գաբերը գորում է եւ մնում ենք առանցին ուրեմն գիտությունը մեզ բացահայտում է Աստծո գեղեցկությունը Աստծո զորությունը Աստծո իմաստությունը եւ ասկե 1000 տարի հետո 10000 տարի հետո ու կհասնի այս գիտությունը չեն կրնար երևակայել այսօր կարծեք իմ դադիկս
կրնար երևակայել մենք 2025-ին ինչ պիտի ունենանք։ Անշուշտ ոչ։ Եվ նույնիսկ եթե դադիգս կա, պիտի չհասկանա։ Ինչևէ, ուրեմն խոսում ենք, որ միշտ առաջիմություն կա, բայց առաջիմությունը մենք չէ որ մի բան ստեղծում ենք, այլ մենք բացահայտում ենք ինչ որ հոն է, ինչ որ կա։ Մենք ավելի եւ ավելի լավ հասկանում ենք այդ եղածը եւ այդ ամենը օգնում է մեզ նաեւ մեր աղոթքի մեջ։ Այսօր երբ որ մենք ավելի լավ հասկանանք պատմությունը, ավելի լավ հասկանանք Աստծո մճամտությունը պատմության մեջը, եւ այսօր 2025 թվականին երբ կարդում ենք Աստվածաշունչը, շատ ավելի լավ հասկանում ենք, քան ինչ որ 1000 տարի առաջ կամ 2000 տարի առաջ։ Անշուշտ առաքյալները իրենք շատ ավելի խորը հասկանում էին շատ բաներ, բայց եւ այնպես ինչ որ իրենք թողեցին, մենք մարդկությունը ըստիված ուսումնասիրեց իրենց թողածը, որպեսզի ավելի լավ հասկանանք։ Եվ այդ հասկացողությունը նաև երբ որ խոսում ենք Սուրբ Գեորգյան մասին, մոտավորապես 400 տարի տևեց, որպեսզի եկեղեցին վերջնական օրեն ասե որ Սուրբ Հոգին Աստված է, Սուրբ Գեորգյան երրորդ անձն է եւ հավասար է եւ հոր եւ որդուն։ Ուրեմն ժամանակը եւ այդ ամեն ուսումնասիրությունները մեզ այդ ամենը հայտնեցին, բայց նաեւ երբ որ այսօր խոսում ենք նաեւ Սուրբ Հոգու մասին, Սուրբի Տերեզա, Սուրբ Հոգու Սուրբ Երրորդության Սուրբի Տերեզա, որ տարբեր մի Սուրբ է, մույս Սուրբ Տերեզաներից որ գժանչենք, եւ սա դերևս բան չէ սրբատասված, բայց աշխատում են իրեն սրբատասել, ինքը այդպիսի խոր քրություններ ունի, բացատրություններ ունի Սուրբ Երրորդյան մասին, որ նա մեզ կօգնի ավելի լավ հասկանալու Սուրբ Երրորդության անձերի հարաբերությունը։ Նաև երբ որ խոսում ենք Աստվածամոր վերափոխումը, Աստվածամոր անարատեղությունը, այս ամենը ուսումնասիրություններ են, բաներ են, որ առաքյալների քրությունները, առաքյալների այդ ամենը մենք աշխատում ենք հասկանալ ավելի եւ ավելի լավ։ Իրենք Սուրբ Պողոս կամ Սուրբ Պետրոս չպիտի կարողանար մեզի նույն ձևով բացատրություն տալ անարատողության մասին, քան ինչ որ եկեղեցին տվեց 1854-ին։ Բայց ինքը այդ ամենը ավելի խորը ըմբռնած էր, այո, եւ իր խոսքը մեզ ցույց է տալիս, որ այո, այդ ամենը շիդագ է։ Նաև այդ երկու գետերը, որտի Աստված եւ Հայր Աստված նույն էությունն է։ Հոս է, որ նորեն մարդուս բանականությունը չի կրնար հասկանալ, որտեղ մենք ամբողջովին տարբեր հարթակի վրա մտածում ենք։ Ինչպես ասենք, որ հայրը եւ որդին մեկ են, բայց ոչ միայն հայր եւ որդին, հայր, որդի եւ Սուրբ Հոգի երեքը մեկ են, երեք չեն, բայց երեք անձ են, մեկ աստվածություն, մեկ բնություն։ Եվ ուր է, եթե ասես որ երեք
անցինք եւ ամեն մեկը սահմանափակ է երեքը միասին չեն կարող լինել անսահման ուրեմն երեքն էլ անսահման են եւ ինչպես կարող է որ եւ անսահման լինի եւ երեք անց լինի մեկը մյուսին չխաչացվում ոչ սա է որ չեն կրնար հասկանալ սա է որ մենք գտնենք որպես խորհուրդ ոչ թե որպես արեղծված այլ որպես խորհուրդ այսինքն որ չափ խորը երթանք ավելի եւ ավելի կհասկանանք բայց երբեք չենք հասնիր հատագին չենք գնար ամբողջությունը դիրաբեդել ուրեմն նույն էությունն է եւ նաեւ մենք սովորում ենք եւ սովորեցնում ենք որ լույս ի լույսո այսինքն աստված լույս է եւ բայց ինչ որ ալգսենք աստծո մասին սա մարդկային մի բան է որ մենք ասում ենք Սուփավանես մեզ խոսում է աստծո մասին որպես լույս խոսում է որպես սեր բայց երբ որ մտածում ենք մենք լույսի մասին եւ սիրո մասին մենք մտածում ենք մեր հասկացած լույսը մեր հասկացած սերը բայց ոչ աստծո սերը աստծո լույսը ամբողջովին տարբեր է եւ Սուրբ Երրորդության լույսը մեկ լույս է նույն լույսն է որ փոխում է երեք անցերից իրենք են այդ լույսը լույսի լույսո աստված ճշմարիտ աստծո ճշմարտ է ճշմարտապես աստված է եւ հոս է որ այսօր եւս այսօր կարող ենք ասել որ ողքականներին եւ աղանդներին կեսեն ավելին այս կետը չեն հասկանալ չեն ձեր ընդունել անտիր հասկանալը չէ ես էլ չեմ հասկանալ բայց կընդունիմ իսկապես ամբողջությամբ աստված է եւ որքան որ Հիսուս ծնվել է ոչ թե ծնվել է Բեթլեհեմում չէ դա եղած է ժամանակին մեջ իսկ որպես ծնունդ Սուրբ Երրորդության երկրորդ անձը որպես ծնունդ հոր աստծուց սա հավիտենականություն է այսինքն ժամանակի հետ կորց չունի եւ միշտ եղած է եւ ոչ թե ստեղծված է նաեւ արյանների այդ բանը սխալ մեկնաբանությունը որ կար Arius եպիսկոպոս որ Կոստանդնոսի օրով էր դայսրի օրով եւ ինքը շատ մեծ թվով հետևողներ ուներ եպիսկոպոսներ հակի մեծ թվով եպիսկոպոսներ ընդունած էին իրեն մեկնաբանությունը եւ իր մեկնաբանությունը սխալ էր որովհետեւ չէր ընդունում որ Սուրբ Երրորդյան երկրորդ անձը հավասար է որ Աստծուն չէր ընդունում եւ որքան դժվար էր եւ միայն 325 թվականին է որ վերջնականորեն այդ իրենց բանը սխալը դադարեցվեց 325-ին, այսինքն 1700, ճիշտ 1700 տարի առաջ է, որ դադարեցվեց եւ մենք ունեցանք մեր հավատը
տավանանքը աճամանակ է, որ մեկ ունեցա հիմա կա մեր տավանանքը։ Ուրեմն նույն բնություն ունի ինչ որ Հայր Աստված։ Երբ ասում ենք Աստված եւ մտածում նրա բնության մասին, ապա պետք է հասկանանք, որ Աստծո բնությունը չի կարող արարված լինել, եւ որովհետեւ որդին նույն բնություն ունի, ինչ Հայրը, ապա երկու անձերն էլ, ինչպես նաեւ Սուրբ Ոգին, չեն արարվել։ Նույնինքն իբրուտեն է հոր։ Հիմա ոչ միայն մտածենք, որ նույն բնությունն է, այլ նաև ինչ որ գոյություն ունի, հոգևոր լինի, մարմնավոր լինի, ինչ որ լինի, ասին ինչ որ Աստծուց դուրս է, այդ ամենը ստեղծված է հոր Աստծո կամքով, բայց որդու միջոցով։ Որդին որպես այդ խոսքը, Աստծո խոսքը, որի միջոցով ամեն ինչ ստեղծվեց։ Եվ Սուրբ Պողոս մեզ սովորեցնում է, որ ամեն ինչ ոչ միայն իր միջոցով ստեղծվեց, այլ իրեն համար ստեղծվեց։ Այդ ամենը իրեն համար է, որ ստեղծվեց իր միջոցով եւ իրեն համար։ Եվ նաեւ երբ որ մտածում ենք Հիսուս Քրիստոսի մասին, Սուրբ Պողոս մեզ ասում է, Հիսուս Քրիստոս ամբողջ դիեզերքը, ամբողջ արարչագործությունը, այդ ամենը պիտի միացնի եւ պիտի բերե եւ հանձնե հոր Աստծուն։ Ինչ որ գալիս է հոր Աստծուց իր միջոցով եւ իրեն համար եւ հավասիկ ինքը այդ ամենը ծնում է հոր Աստծո պատվանդամին առջև։ Լավ, հարցում կա։ Հայր Անդոն, ես մի հարց ունեմ, ուրեմն անցած դասերից դուք ասել էիք, որ մենք իմացանք, որ Արաքելական եկեղեցին խավարանի գոյությանը չի հավատում։ Ես մտածեցի այդ մասին ու հասկացա, որ բավոր չի հավատում։ Ինչպես է մեկնաբանում, ինչ է լինում մահացածները իրենց կյանքից հետո կամ մեղավորները, եթե խավարան գոյություն չունի, որտեղ են գնում։ Ինչպես է մեկնաբանում Արաքելական եկեղեցին։ Հայր Անտոնի հոգին հանեցինք այդ խավարանով։ Չէ։ Այդ կավարանը չափազանց գեղեցիկ մի բան է, որ պետք է լավ հասկանանք։ Ես ասկարաշ ասել եմ, այսօր նորեն գրկնեմ, կսեմ, որ Արաքելականները, որ ասում են, որ կավարանը գոյություն չունի, ուրեմն այդ ամեն հոգեանկության տրամները, որ կկանցեն, պետք է վերադարձնեն ժողովրդին։ Ուրեմն իրենց քողություն է, եթե իրենց աղոթները ոյվեցև չի կարող օգտակար լինել ոյվե մի բանի, ուրեմն քողություն է, չէ՞։ Մարդկանցից միայն շողոքորտում են դրամ։ Տեսեք, այս ծևով խոսեք, նույնիսկ դերարների հետ խոսեք եւ տեսեք, եթե պիտի կարողանան ցեզի պատասխան տալ։ Բայց ես ցեզի բան ասեմ, իրենց մտածելակերպը այն է, որ երբ որ մարդիկ մեռնում են, մարդիկ հանգստի մեջ են։ Հոն սպասում են, սպասման մեջ են։
Բայց ես ցեզի բացատրել եմ, որ սպասում չի գնալ, լավ։ Ինչու՞։ Որովհետև ժամանակը գոյություն չունի։ Ցեզի քանի անգամ ասել եմ, եթե Աբրահամին հարցնենք, որ որքան ժամանակ է մեռածս, եթե նույնիսկ Ադամ եւ Եվային հանդիպենք եւ ասենք, որ որքան ժամանակ է մեռածս, ասկե 100 տարի առաջ մեռնողին հարցնենք, որքան ժամանակ է մեռածս, այսօրվա մեռնողին հարցնենք, որքան ժամանակ, իրենց պատասխանը բոլորը նույնն է։ Հիմա ժամանակը գեցավ։ Ուրեմն սպասել չի գա, սպասել ժամանակ պետք է լավ որ սպասես, չէ՞։ Եթե ժամանակ չի գա, ինչ կսպասես։ Չեմ կարծել, որ կարողանաք հանդիպել որևէ մի սրբազանի, որ ցեզի այս հարցումի պատասխանը կարողանա տալ, որովհետև չունին։ Չունին։ Միայն դե ուզեն բան հակառակություն դնել, որ մենք շինձու բաներ ենք անում, բայց խավարանի կաղապարը իրենք շատ լավ հասկանում են եւ երբ որ ասում ես թե ինչու աղոթում են հատմերնոներին հոգու հանգստյան համար, որովհետեւ հոգու հանգիստը արդեն ինչ նշանակի է, հոգու հանգիստը։ Վարդապետ, կիսներս շնորհալու այս աղոթքը, որ լույս ճշմարիտ Քրիստոս հարժանացրու հոգիս այնքան չորը ուրախությամբ տեսնելու փառքը քո լույսի եւ արտարների ու թևանի մեջ հանգչել բարեհույս մինչև քո գալիս մեծ օրը։ Այստեղ այդ հանգչել բարեհույս արտարների հետ առաքելական տեսակետը նկատի ունի շնորհալին։ Ինչու ինքը առաքելական է։ Ինքը կաթողիկ է։ Ներս շնորհալին։ Անշուշտ։ Գրիգոր Նարեկացին, ներս շնորհալին, Լամպրոնացին, ամենը կաթողիկ են։ Իսկ ինչ է նշանակում եւ արտարների ու թևանի մեջ հանգչել բարեհույս։ Նորեն եւ այսօր վրա է որ հիմնվում են եւ ասում են որ եւ նաեւ ասվածաշունչի մեջ սա գոյություն ունի որ խոսվում է որ մերյալները պիտի սպասեն մինչև հարությունը աշխարհի կատարածը որ հարություն տեղի ունենա այսով ասվում է բայց այդ անցիկ որ ամենը ասում են իրենք չեն մտածում հավիտենականության մասին եւ չեն մտածում որ հավիտենականությունը ժամանակ չունի եւ այսօր նաեւ կաթողիկ է վարդապետները եպիսկոպոսները որ գխոսիս եւ բացատրություն ուզես իրենց բացատրությունը նաեւ այն է որ բայց հիմա մի քիչ փոխված է բայց ասկե 50 տարի առաջ 50 չէ 100 տարի առաջ բան կաթողիկ եկեղեցու ասոցապաները երբ որ բացատրում էին որ երբ որ մեկը կավարան պիտի երթա մի քանի տարի կամ մի քանի 100 տարի եւ երբ որ գաղութես այդ ժամանակը որ կավարանի մեջ պիտի անցկացնի պիտի բագասի բայց սա մի մեկնաբանություն է որ 100 տարի առաջ 200 տարի առաջ շատ բան ընդունված է եւ տարածված է իսկ այսօր ամբողջովին տարբեր է որովհետեւ այսօր ավելի ուշադրություն դարձնում ենք բոլորս չսեմ որովհետեւ դեռևս կան հիմա շատ անցիկ որ հին մտայնությամբ են բան կարծում են որ կավարանը դարիներով է կամ ժամանակով է կամ ինչ բայց ժամանակ գոյություն չունի սա պետք է հասկանանք ուրեմն ներսես շնորհալին եթե ինքն մտածում է ժամանակի մասին որ ասոնք հանգստացել են եւ սպասում են վերջին օրվան ժամանակի սպասում են մի բան է բայց երբ որ մտածենք մենք
Երբ որ մտածենք Աստծո քով Աստվածը սպասում է, որ աշխարհին գդարած դեղի ունենա։ Սա ժամանակեն դուրս է։ Աստծո քովը անցյալ չի գա, ասկե որովհետև Տիեզերքը ստեղծված է 17.3 միլիարդ տարի առաջ, անկի առաջ բամը չի գա, ուրեմն 17 միլիարդ տարի առաջ ինչ որ սկսեց եւ ինչ որ պիտի լինի այս ամբողջ ընթացքում մինչեւ ասկե 100 միլիարդ տարի հետո, այդ ամենը Աստծո համար հիմա է։ Աստված չի սպասում, որ դա վերջանա։ Այդ սպասելու կապարը մարդկային է։ Բայց մեկ անգամ որ մենք լինենք հավիտյանական մեջ, այնպես մենք էլ չենք սպասեր։ Մտածել գուտա, հասկանալը հեշտ չէ։ Եթե գնահանդրեք հին ձևով շարունակել մտածեք, սխալ չէ։ Բայց իրականությունը տարբեր է։ Լավ, Վարդապետ ջան, վերադառնանք այսօրվա մեր թեմային։ Մի անգամ ես այս ձևի բան եմ իմացել, որ ասում են Սուրբ Հոգի Մխիթարիչը մի այլ ձևի է, երբ անցնում է Քրիստոսի միջոցով, այսինքն Սուրբ Հոգին, որ տալիս է ու հետո համբարձումից հետո նորից ուղարկում է, եթե որպես անձ ենք վերցնում, այդ արտահայտությունը մի տեսակ ճշմարիտ չի հնչում, հա, թե ինչպես է։ Երեք անձ են, երեքն էլ անփոփոխելի, բայց ինչպես է, որ երկինք բարձրանալուց հետո Մխիթարիչին ներկայացվում է, Սուրբ Հոգին ներկայացվում է այլ ձևով։ Թե ինչ-որ բան չեմ հասկացել։ Հիմա հոստերը բզիկ մի շփոթություն կա, ինչպես որ եւ արաքելական եւ ուղղապար եկեղեցին խոսում է, որտեղ ուղղապար եւ արաքելական եկեղեցին խոսելով Սուրբ Հոգու մասին ասում են, որ ի հորե բխի։ Իսկ կաթոլիկ եկեղեցին ասում են, որ ի հորե եւ որդվո բխի։ Ասկե առաջ բացատրած է Սուրբ Հոգին հոր եւ որդու եւ հաղորդակցությունն է եւ հաղորդությունն է եւ նաեւ Սուրբ Հոգին ամբողջ տիեզերքին հաղորդակցությունն է եւ հաղորդությունն է հաղորդություն արդեն այսինքն հաղորդություն ապահովող միություն ապահովող հասկացողություն տնող ամբողջ տիեզերքին մեջը որ մենք իրար հասկանանք Սուրբ Հոգու կորձն է սա որպես անձ եւ չափազանց գեղեցիկ մի բան իրողություն է որ Սուրբ Հոգին ինքն է որ մեր բոլորին օգնում է որ իրար հասկանանք առանց Սուրբ Հոգուն մենք ունենք Բաբելի աշտարակը եւ սա չափազանց այդ Սուրբ Հոգին կար մինչև Քրիստոսի երկինք բարձրանալն էր կար ինչու Քրիստոսն ասում է ես պետք է գնամ անպայման որպեսզի ուղարկեմ ձեզ Մխիթարիչը ասում եմ ուր է դժվարությունը
Երևի հարցս այն է, թե ինչու Քրիստոսն է ուղարկում։ Եթե նրանք 3 անձ են եւ 3 նույն բնությունն ունեն։ Չգիտեմ։ Մտածե։ Երբ որ գարտում ենք առաջին էջ աստվածաշունչին եւ Աստծո հոգին սավառնում էր ջուրերի վրա։ Ուր էր, ուրիշ տեղ էր, ոչ հոն էր, եւ իր մեջ սավ է, որ ամեն կավոսը շտկվեց, կարգանունը եղավ Սուրբ Հոգու միջոցով։ Սա կարևոր կետ է, որ մենք գլխին մեջ պիտի տնենք ամենի առաջ։ Եվ երբ որ Հիսուս ասում է, որ պետք է երթա, որպեսզի ուղարկե Սուրբ Հոգին, որքան ժամանակ որ Հիսուս մեզ հետ է, ինքն է, որ կառավարում է, բայց աշխարհի եկեղեցու կառավարումը հանձնում է Սուրբ Հոգուն։ Ինքը մնում է մեր հետ։ Մի մոռանալ, որ Հիսուս որքան որ երկինք համբարձավ եւ գտնվում է հոր Աստծո աջ կողմը, բայց նաեւ ասում է, որ ահավասիկ ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի կատարածը։ Երկուքն ալ կա։ Մեսիան օձյալը մեր հետն է, մեզ չի թողեց։ Բայց մարմնային այդ ցևով իր երկինք լինելը հոր Աստծո աջ կողմը չափազանց անհրաժեշտություն է, որովհետև անորմասին չեմ գիտեր արիտ կամ գունենամ կամ չեմ նա ցեզի բացատրելու, որ սա է միակ զոհաբերությունը, որ ներկայացվում է հոր Աստծուն։ Կատարյալ զոհաբերությունը, ինչ որ հայտնության կրկի մեջ է Սուրբ Հովհաննեսը խոսում է, այդ վերջին հարսանիքը, ուրեմն այդ վերջին հարսանիքը եւ վերջին բան այդ բաշտամունքը, որ կատարվում է, այդ վերջին բաշտամունքը արդեն իսկ տեղի ունեցավ, երբ որ Հիսուս ոչ միայն հարություն արավ, այլ նաև համբարձավ։ Ուրեմն հիմա Հիսուս գտնվելով Աստծո աջ կողմը, ինքը մեկ անգամ ընդմիշտ, ինչպես որ Եբրայեցիների նամակին մեջ է շատ քեղեցիկ ձևով այս ամենը բացատրված է, որ մեկ անգամ ընդմիշտ Հիսուս այդ բաշտամունքը, ամբողջ մարդկության կատարյալ բաշտամունքը հավիտենականապես ներկայացնում է հորը։ Որ մեր բոլոր բادرակները, միլիարդավոր բادرակները, որ տեղի են ունենում, այդ միլիարդավոր բادرակները միայն մեկ բادرակ է, Հիսուսի միակ բادرակն է։ Սա է մեկ բادرակ, որ իրապես Աստծուն հաճելի բաշտամունքն է։ Սրա համար է, որ Աստված ստեղծած է ամեն ինչ, սրա համար է, որ Հիսուս եկավ այդ բանա խորտակված, կոտրված մարդկությանը հնարավորություն տա, որպեսզի կարողանա այս անհուն սիրո եւ անհուն հնազանդության բաշտամունքը մեկ անգամ միշտ բարձրացնել առ Աստված։ Սա ամենակեղեցիկ բանն է մեր հավատքին։ Ուրեմն, երբ որ գխոսենք առաջը, վերջը, բանը, այդ ամենը մարդկային բացատրություններ են։ Իրականությունը մի քիչ ավելի մեծ է եւ ավելի խորն է, քան ինչ որ մենք կարող ենք առաջին հայացքով
անդրադառնալ դեսնել։ Ավելի բացատրություն կուզես։ Հա, բա չեմ ուզում Վարդապետ ջան, բայց մնա թող մյուս դասերի ժամանակ։ Լավ։ Ուրիշ հարց։ Այո, հայր Անտոն։ Կարելի է իմանամ Այ, ինչու աջ կողմը, ինչ է նշանակում աջ կողմը, նույնն էլ ավազակներ, որ աջակողմյան, ծախակողմյան, աջակողմյանը ավելի հավատարիմ դուրս եկավ, ինչու աջակողմյան, աջ ինչ է նշանակում։ ինք իր մեջ բամը չի նշանակում, բայց այսօր ամբողջ մարդկության մեջ է, մենք միշտ նախընտրում ենք աջակողմյանը, չէ՞։ Այո, բայց ինչ որ իր մոտ այդ աջակողմյանը, ծախակողմյանը կապ չունի, հա, Աստծո մոտ, այդ մենք ենք այդ Այշ, բարձը։ մեզի համար ինչու մենք աջակողմյան աչին կարևորություն կտանք, որովհետև ընդհանրապես մարդկության մեծամասնության համար աչը ավելի ուժեղ է, քան թե ծախը։ Շատ քիչ, հա, գտնալով որ միլիոնի վրա մեկը գտնես, որ իր ծախը ավելի ուժեղ է, քան թե աչը։ Երբ որ գետաս կոշիկ պիտի գնես, որ մեկ ոտքը բացես աչը կամ ծախը։ Չգիտեմ, չեմ ուշադրություն դարձրի։ Մեկ էլ Ադամի կողից, որ հանեց ոսկորը նորից, աջակողմյան, հա։ Էլի հիշում Դես, ասաշունչի մեջ չկա, որ ոսկոր հանեց։ նո, ոսկորից, որ Եվային ստեղծեց, ոնց ստեղծեց։ Էլի աջակողմյան, թե ոչ։ Գողմ, Ադամի գողմից մի բան վերցրեց, բայց ինչ է վերցրածը հստակ չէ։ Այս գիտեմ ոսկոր, կողը ոսկորից։ Մենք բոլորս կարդում ենք թարգմանություններ, բայց օրիգինալին մեջը ոսկոր չի գա։ Մի մաս է, որ ասված արավ, որ և սրա փուն նպատակը, այսև նաև, տեսեք, սա չպիտի կարդանք որպես փարացի մի բան, այլ սա Աստվածաշունչի ծևն է մեզ սորվեցնելու համար, որ գինը հավասար է մարդուն։ Եվ կհիշեմ ասկե 200-300 տարի առաջ մարդուն մեկը մի բադվելի է կամ կահանա է, չեմ գիտե, գսե ասված կուլուխեն, մարդու կուլուխեն չարավ մի մաս, որպեսի գինը ավելի բարձր չի գարձենք զինքը, ոչ ալ ոտքեն արավ, որպեսի ոտնագող չլինի, այլ իր գողեն արավ, որպեսի սրդին մոտ լինի։ Ասա մենը բանաստեղծություն է և ոչ թե ֆիզիկական իրականություն։ Ֆիզիկական չէ, բանաստեղծություն է, մեզի սորվեցնելու և ավասիկ Ադամը երբ որ տեսնում է կնոջը, ինչ է ասում, ուրախանում է, առաջին անգամ ուրախանում է։ Միսը իմ մսես, ոսկոր իմ ոսկորես։ Նույնն ենք երկուսս։ Ճապազանց գեղեցիկ բանաստեղծություն է։ Եվ հասամենուն մասին ես ահագին խոսել եմ, բացատրություններ տվել եմ այդ փրկության պատմության իմ 365 թողարկումներուս մեջը։ Հետո ամենը Փրկության պատմությունը
Հետևում եմ, նայում եմ, լսում եմ, բայց էլի այդքան չեմ հիշի ինչքան է։ Կարող ուշադրություն չեմ դարձրել այդ մոմենտները, չեմ հիշի։ Ուրեմն գիտեմ անցիկ ովքեր վերջացնելուց հետո նորեն սկսան եւ երբ որ նորեն սկսան զարմացան որ շատ բաներ փախչուսած են Նորից եմ սկսել, թողել եմ, նորից եմ սկսել, մի քանի անգամ արդեն եղել է։ լավ թող Բայց նորից երբ որ սկսես ծայրեն պիտի սկսես եւ մինչեւ ծայրը պիտի հասցնես հիմա 150 եկել կանգնել եմ։ Մի քանի օր էլ չեմ, այս նոր տարվա ընթացքում բայց չեմ լսել։ լավ բայց այս բանի մասին գողի մասին իմ քրությունս առաջին դասահատին մեջն է Լավ չեմ հիշի, Հայր Անտոն, հիշողությունս այնքան է թուլացի, вообще չեմ հիշի։ Ինչքան էլ կարդամ, մի կողմից կարդում, մյուս կողմից մոռանում եմ։ ես ինչ ասեմ Ոչ մի բան։ հիշողությունը այդպեսի մի բան է որ որքան ավելի կգործածես այնքան ավելի կդարմանա Կարդում եմ հիմա հոբի գիրքն է, կարդում սկզբից լավ ուշադիր հետաքրքիր կարդացի, հիմա արդեն 20-22 բանն եմ լավ չեմ, հիմա չեմ հասկանում, հիմա այդքան չեմ հասկանում, սկզբից լավ հասկացա, բայց հիմա լավ չեմ հասկանում, նորից անջատվեց ուղեղս, էլ չեմ հասկանա։ Մոմենտի տակ լավ հասկանում, հետո զգում եմ, որ անջատվեց, всё, вообще չեմ հասկանում։ ուրեմն հիշողությունը դեսեք 56 տարի առաջ երբ որ նոր սկսեցի պատրաստությունս կանայության այնքան շատ կգարտայի եւ մեր մեծավորին ասեցի որ ասկարտացածից ես ոչ այլ գես տոկոսը կրնամ հիշել սա ոչինչ այդ ամենը վրայի գավելնա եւ բավական վերջավորության կտեսնես որ հիշողությունը կզարգանա եւ ուր է հարցը երբ որ նույն բանը երեք անգամ գարտաս երրորդ անգամը որ գարտում ես այլևս գեիշես որ գարտացել ես բայց երբ որ մեր ամբողջ կյանքը այդ քրկերուն մեջն է հիմա երբ որ ես սկսեցի աղոթել սաղմոսները նորեն կանայության սկիզբը երբ որ սկսեցի աղոթել սաղմոսները սկիզբը չէի հիշել բայց կամաց սկսա հիշել որ գարտացել եմ հիմա շատ անգամ ոչ միայն անկիր գիտեմ քալիք դողերը այլ միևնույն ժամանակ գիտեմ որ մեկ սաղմոսի որ մեկ դողն է եւ ասածաշունչի դարբեր մասերը նույն ծավալ սուրբողոսի քրությունների նորեն որ մեկ նամակը որ մեկ գլուխը այդ ամենը կրկնությամբ է որ ընդելացա այդ ծևով է որ մենք առաջ գերտանք օքեյ ուրիշ կարծեմ կպավե այսօր չէ բարի գիշեր եմ ձեր բոլորին Աստված ձեզ հետ մինչև ուրբաթ Բարի գիշեր, Բարի գիշեր, շնորհակալություն Հայր Անտոն ջան։